Ողջույն սիրելի ընկերներ, ես այսօր կներկայացնեմ 2024 թվականի հունվար ամսվա կանխատեսումները կրակի նշանի ներկայացուցիչների համար, որոնք են խոյերը, առյուծները եւ աղեղնավորները։ Սակայն մինչ կանխատեսումներին անդրադառնալը ցանկանում եմ շնորհավորել ձեր ամանորը եւ Սուրբ Ծնունդը եւ մաղթել ձեզ նպատակների իրականացում եւ քաջ առողջություն։ Դեն սիրելիներս առաջին կրակի նշանը խոյերն են եւ խոյերի համար ամբողջ ամիսը միտված է լինելու 10-րդ եւ 11-րդ ոլորտների վրա։ Նշանակում է այստեղ աշխատանքը եռում է, կարիերայի պաշտոնի հետ կապված հարցերն են առաջանում, նաեւ հնարավոր է շատ խոյերի տանը երեխաներ ծնվեն կամ ամուսնություններ գրանցվեն։ Հունվարի 2-ից Մերկուրի մոլորակը այլևս առաջընթաց է ձեր 9-րդ ոլորտում, իսկ ամսի 14-ից կրկին մուտք է գործում 10-րդ ոլորտ, որտեղ եղել է դեկտեմբերի 1-ից հետո։ Այսինքն, եթե ձեզ աշխատանք են առաջարկել դեկտեմբերի 1-ից հետո, ինչ-ինչ պատճառներով այն հետաձգվել է, ապա հունվարի 14-ից հետո այդ աշխատանքը ուժի մեջ է եւ կհայտնվի նորից այն մարդը, ով ձեզ գործեր առաջարկում, այսինքն ձեր գործատուն։ Նաև այստեղ ամուսնական կարգավիճակի համար շատ բարենպաստ պայմաններ են ստեղծվում, եթե դուք ցանկանում եք ամուսնանալ, ապա ամսի 14-ից հետո շատ լավ ժամանակահատված է։ Հունվարի 4-ից Մարս մոլորակը, ձեր գլխավոր մոլորակը մուտք է գործում 10-րդ ոլորտ, սիրելի խոյեր, ձեր ակտիվությունը, ձեր ամբողջ էներգիան կենտրոնացած է հենց այստեղ, նշանակում է այստեղ շատ խոյեր, շատ համառ պայքար են տանում իրենց կարիերայի համար, իրենց պաշտոնի համար, իրենց հասարակական դիրքի համար, իրենց անուն հեղինակության համար։ 10-րդ ոլորտը սա բարձրագույն ոլորտն է, սա այն կետն է, որտեղ մենք ցանկանում ենք երևալ եւ լավ անուն ձեռք բերել։ Նշանակում է Մարսը, ձեր գլխավոր մոլորակը, ակտիվությունը կենտրոնացած է հենց այդ ուղղությամբ եւ շատ խոյերի տանը հնարավոր են երեխաների ծնունդ, հնարավոր են ամուսնության գրանցումներ, հնարավոր են պաշտոնի բարձրացումներ։ Ամսի 10-ից 12-ը ժամանակահատվածում Մարս մոլորակը շատ լավ ասպեկտացիաների մեջ է նախ Սատուրն, այնուհետև Յուպիտեր մոլորակների հետ։ Սատուրն մոլորակը գտնվում է 12-րդ ոլորտում։ Այստեղ հնարավոր է, որ ձեզ այնպիսի աշխատանք առաջարկեն, որի մասին դուք դեռ չցանկանաք բարձրաձայնել։ Միգուցե մտածեք որոշ ժամանակ, հասկանաք այն ձեզ պետք է թե ոչ։ Իսկ ամսի 12-ին շատ լավ ֆինանսական առաջարկ ունեք, եթե դուք ֆինանսական գործարքների հետ եք կապված, հաշվապահ եք կամ ասենք բանկային գործարքներ եք կատարում, ապա ամսի 12-ը հոյակապ օր է։ Եթե այստեղ հիպոթեկի հետ կապված հարցեր ունեք կամ ձեր աշխատանքի կարիերայի պաշտոնի հետ կապված հարցեր ունեք, այդ օրը ամսի 12-ը նույնպես հոյակապ օր է այդ հարցերը լուծելու համար, համենայն դեպս այստեղ եւ ֆինանսական առումով եւ գործնական առումով շատ հաջող օր է լինելու։ Ամսի 11-ին նորալուսինը տեղի ունենում, այս նորալուսինը տեղի ունենում ձեր 10-րդ ոլորտում, դեն սիրելիներս, ինչպես տեսնում եք, 10-րդ ոլորտում մեզ մոտ մոլորակների կուտակում է արդեն նկատվում, նշանակում է ամսի 11-ից հետո առաջիկա 28 օրվա ընթացքում նորություններ են այստեղ սպասվում, միգուցե նոր ամուսնական կարգավիճակ, միգուցե երեխայի ծնունդ, միգուցե նոր պաշտոն, նոր կարիերա, նոր անուն, նոր հեղինակություն։ Ամսի 21-ին Պլուտոն մոլորակը միանալով արևի հետ տեղափոխվում է ձեր 11-րդ ոլորտ, սիրելի խոյեր, վերջին ժամանակներս ձեր 10-րդ ոլորտում բավականին փոփոխություններ են տեղի ունեցել, կապված միգուցե ձեր ամուսնական կարգավիճակի հետ, միգուցե շատ երկար ամուրի եք, ամուսնացել եք կամ հակառակ ամուսնացած եք եղել ու ամուսնալուծվել եք, կամ այստեղ աշխատանքի հետ կապված ունեցել եք լավ պաշտոն, որից զրկվել եք, այսինքն Պլուտոնը ձևափոխել է ձեր 10-րդ ոլորտը։ Այժմ ամսի 21-ից Պլուտոնը մուտք է գործում 11-րդ ոլորտ եւ այստեղ ձևափոխելու է ձեր ընկերական շրջապատը, այնպես որ չզարմանաք, երբ աստիճանաբար սկսեն պատռվել ձեր ընկերների դիմակները։ Ամսի 23-ին Վեներա մոլորակն է տեղափոխվում 10-րդ ոլորտ, ինչպես տեսնում ենք, այստեղ արդեն կուտակում է նկատվում 10-րդ ոլորտում եւ Վեներան 10-րդ ոլորտում բերում է հաճելի ծանոթություններ, որոնք կարող են կայանալ եւ աշխատանքի վայրում եւ անձնական հարթակում, այստեղ Վեներան համենայն դեպս մեզ բերում է հաճելի ծանոթություններ։
Ամսի 25-ին լիալուսին է տեղի ունենում ձեզ համար շատ կարևոր 5-րդ ոլորտում։ 5-րդ ոլորտը այն ամենն է, ինչը մեզ հաճույք է պատճառում։ Սա մեր երեխաներն են, սա մեր սիրած էակն է, մեր ստեղծագործական աշխատանքն է։ Այսինքն ամսի 25-ի լիալուսինը կարող է վերջակետ դնել այնպիսի հարցերի, որոնք կապված են միգուցե ասենք ձեր երեխաների հետ։ Միգուցե երեխան քննություններ էր տալիս, ամսի 25-ի լիալուսնով ավարտվում է նրա քննությունները, կամ սպասում եք փոքրիկին, ամսի 25-ին կամ նրա մոտակա օրերին ծնվում է ձեր փոքրիկը։ Այստեղ նաև 5-րդ ոլորտը ներկայացնում է սեփական բիզնեսը, հնարավոր է, եթե դուք ունեք սեփական բիզնես, ամսի 25-ին կամ նրա մոտակա օրերին ինչ որ հարց լուծեք ձեր բիզնեսի հետ կապված։ Միակ լարված օրը հունվար ամսվա ընթացքում ամսի 27-ն է, երբ արևը Յուպիտերի հետ լարված քառանկյան մեջ է, սիրելի խոյեր, այստեղ խորհուրդ կտամ ֆինանսական ոչ մի գործառույթ չիրականացնել։ Յուպիտերը երկրորդ ոլորտում է եւ ձեզ դրդում է մեծ ծախսերի, հատկապես եթե այդ ծախսերը կապված են օնլայն հարթակի հետ։ Իսկ ամիսը վերջանում է շատ դրական ասպեկտացիաներով, այստեղ Վեներա մոլորակն է 10-րդ ոլորտից, նախ Սատուրնի, այնուհետև Յուպիտերի հետ շատ լավ ասպեկտացիաների մեջ նշանակում է ամիսը վերջանալու է ֆինանսական ձեռքբերումներով։ Դե սիրելիներս, անցնեմ հաջորդ գրակի նշանին, իսկ մեր հաջորդ նշանը առյուծներն են։ Սիրելի առյուծներ, ձեր ամբողջ հունվար ամիսը կենտրոնացած է լինելու 6-րդ, 7-րդ ոլորտների վրա։ Այստեղ աշխատանքն է, այստեղ առողջությունն է։ Հունվարի 2-ից Մերկուրին առաջընթաց է շարժվում եւ ամսի 14-ից կրկին մուտք է գործում 6-րդ ոլորտ։ Դեն սիրելիներս, հիշեք, թե դեկտեմբերի 1-ից հետո ինչպիսի հարցեր եք ունեցել կապված աշխատանքի, աշխատանքային գրաֆիկի, աշխատանքային պարտականությունների, միգուցե աշխատավարձի կամ միգուցե նաեւ ձեր առողջության հետ կապված։ Այս ամենը հունվարի 14-ից հետո արդեն սկսելու են լուծվել։ Ամսի 4-ին Մարս մոլորակը մուտք է գործում ձեր 6-րդ ոլորտ, որտեղ եւ գտնվում է ձեր գլխավոր մոլորակ Արևը։ Այսինքն Արևը մինչեւ ամսի 20-ը գտնվում է ձեր 6-րդ ոլորտում եւ առուսների համար շատ բարենպաստ ժամանակ է զբաղվելու առողջ ապրելակերպով, միգուցե առողջ սննդակարգ ընդունել, միգուցե մարզասրահ այցելել, չէ՞ որ Մարս մոլորակը նույնպես այստեղ է եւ մեզ տալիս է բավականին մեծ ակտիվություն զբաղվելու մեր առողջությամբ։ Ամսի 10-ից 12-ը Մարս մոլորակը շատ լավ ասպեկտացիաների մեջ է Սատուրն եւ Յուպիտեր մոլորակների հետ, որոնք ներկայացնում են այս պահին ֆինանսական դաշտը, ինչու՞ չէ նաեւ մեր կարիերան։ Նշանակում է աշխատանքային հարցերում շատ լուրջ ձեռքբերումներ են սպասվում այս օրերին։ Ամսի 11-ին տեղի ունենում նորալուսին ձեր 6-րդ ոլորտում։ Տեսնում ենք 6-րդ ոլորտում ունենք մոլորակների կուտակում, նշանակում է առաջիկա 28 օրվա ընթացքում նորություններ են սպասվում։ Միգուցե նոր աշխատանք առաջարկեն, միգուցե ընտանի կենդանի ձեռք կբերեք եւ նրա խնամքով կզբաղվեք, միգուցե դուք ինքներդ կսկսեք զբաղվել ձեր առողջությամբ։ Այստեղ 6-րդ ոլորտը ներկայացնում է խնամքը կամ ձեր անձի նկատմամբ կամ կողքի մարդկանց։ Ամսի 21-ին Արևը միանալով Պլուտոնին տեղափոխվում է ձեր 7-րդ ոլորտ։ Սիրելի առյուծներ, Պլուտոն մոլորակը 20 տարի լինելու է ձեր 7-րդ ոլորտում, այնպես որ շատ ուշադիր եղեք, որովհետև այն ձևափոխելու է ձեր կողքի մարդկանց դաշտը, այսինքն որոշ մարդկանցից դուք ձերբազատվելու եք, իսկ որոշ մարդիկ, որոնք ճակատագրով ձեզ համար նախատեսված են, մուտք են գործելու ձեր կյանք, այնպես որ ամսի 21-ից հետո սկսում ենք ուշադիր հետևել Պլուտոնի ասպեկտացիաներին։ Ամսի 23-ին Վեներա մոլորակն է տեղափոխվում 6-րդ ոլորտ եւ այստեղ շատ հետաքրքիր ծանոթություն կարող է տեղի ունենալ աշխատավայրում կամ այստեղ հնարավոր է ձեզ աշխատանք առաջարկեն, որը դուք պետք է կատարեք տանից։ Ամսի 25-ին լիալուսին է տեղի ունենում ձեզ համար շատ կարևոր առաջին ոլորտում եւ հատկապես այն առյուծները, ովքեր ծնվել են հուլիսի 23-ից 28-ը, նրանք առավել ուժգին կզգան այս լիալուսինը, որը նրանց կյանքում բերելու է ինչ որ կարևոր հարցի լուծում, ինչ որ կարևոր գործողության վերջաբան, այսինքն մինչ այդ զբաղվում եք ինչ որ կարևոր հարցերով, այդ հարցերը ի վերջո արդյունք են գրանցում։ Ամսի 27-ը միակ լարված օրն է հունվար ամսվա, այստեղ ձեր գլխավոր մոլորակ Արևը 7-րդ ոլորտից լարված ասպեկտացիայի մեջ է Յուպիտեր մոլորակի է ձեր 10-րդ ոլորտում։ Սիրելի առյուծներ, ամսի 27-ին չենք վիճում, խնդիրներ չենք առաջացնում կողքի մարդկանց հետ եւ փորձում ենք ապրել մի փոքր ավելի զուսպ։
Իսկ ամիսը վերջանում է շատ լավ դրական ասպեկտացիաներով, ամսի 28-ին 29-ին Վեներա մոլորակը ձեր 6-րդ ոլորտից շատ լավ ասպեկտացիաների մեջ է Սատուրն եւ Յուպիտեր մոլորակների հետ, նշանակում է այստեղ կարող է տեղի ունենալ ծանոթություն աշխատավայրում, նաեւ անձնական կյանքում, այստեղ կարող է նաեւ ֆինանսական ինչ-որ մի հարց, որը շատ երկար ժամանակ ձեզ տանջում էր, կարող է ի վերջո լուծում գտնել։ Անցնեմ հաջորդ եւ վերջին կրակի նշանին, որոնք են աղեղնավորները, սիրելի աղեղնավորներ, ամբողջ ձեր ուշադրությունը հունվար ամսվա ընթացքում կենտրոնացած է ֆինանսների վրա։ Ինչու, որովհետեւ արևը մինչեւ ամսի 20-ը գտնվում է երկրորդ ֆինանսական դաշտում եւ այստեղ մոլորակների կուտակում է նկատվում։ Հունվարի 2-ից Մերկուրի մոլորակը առաջընթաց է ձեր առաջին ոլորտում, իսկ ամսի 14-ից մուտք է գործում երկրորդ ոլորտ։ Սիրելիներս, եթե ձեզ մոտ դեկտեմբերի 1-ից հետո ֆինանսական դաշտում ինչ-որ անկայունություն է տիրում, այսինքն ինչ-որ գումարներ, որոնք դուք սպասում եք, բայց չստացաք, կամ ինչ-որ աշխատանք, որը ձեզ առաջարկել էին, բայց չհաստատվեց, ապա հունվարի 14-ից հետո այս ամենը կրկին ձեզ համար արդի է դառնում։ Հունվարի 4-ից Մարս մոլորակը տեղափոխվում է ձեր երկրորդ ոլորտ եւ աղնավորները ամբողջ ուժով անցնում են գործի, որպեսզի գտնեն իրենց եկամտի աղբյուրը, որպեսզի կարողանան ավելի շատ գումար աշխատեն, բայց Մարսը նաեւ երկրորդ ոլորտում տրամադրում է նաեւ ծախսերի։ Այնպես որ սիրելիներս ուշադիր եղեք, թե ինչ եք դուք գնում, այն ձեզ արդյոք պետք է։ Ամսի 10-ից 12-ը Մարսը երկրորդ ֆինանսական դաշտից շատ լավ ասպեկտացիաների մեջ է Սատուրն եւ Յուպիտեր մոլորակների հետ։ Եթե դուք տան հետ կապված ինչ-որ հարց ունեք, հիպոթեկի հետ կապված, անշարժ գույքի վերանորոգման հետ կապված, առք ու վաճառքի հետ կապված, ապա ամսի 10-ը հոյակապոր է այդ հարցը լուծելու համար։ Եթե դուք աշխատանքի հետ կապված հարցեր ունեք, ապա ամսի 12-ն են այդ հարցերը կարգավորելու համար շատ լավ օր, որովհետև Մարսը այստեղ տրին ասպեկտի մեջ է Յուպիտերի հետ։ Ամսի 11-ին նորալուսին է տեղի ունենում ձեր երկրորդ ոլորտում եւ շատ աղնավորների կյանքում ամսի 11-ից հետո կավելանան հաճախորդները, կավելանան գործընկերները, նոր աշխատանք կառաջարկեն, պաշտոնի բարձրացում կնկատվի, աշխատավարձի բարձրացում կնկատվի, այսինքն նորություններ են սպասվում ֆինանսական ասպարեզում։ Ամսի 21-ին Պլուտոն եւ Արև մոլորակները միասին տեղափոխվում են ձեր երրորդ ոլորտ։ Սիրելի աղնավորներ, վերջին 18 տարիների ընթացքում Պլուտոնը գտնվել է ձեր երկրորդ ֆինանսական դաշտում եւ այստեղ շատ մեծ տրանսֆորմացիայի ենթարկել ձեզ։ Միգուցե ունեցել եք շատ մեծ ձեռքբերումներ, բայց նաեւ ունեցել եք շատ մեծ կորուստներ։ Այժմ ամսի 21-ից Պլուտոն մոլորակը տեղափոխվում է ձեր երրորդ ոլորտ եւ այստեղ շատ ուշադիր պետք է լինել, հատկապես ճանապարհ գնալիս ավտոմեքենայի առք ու վաճառքի հետ կապված եւ նաեւ երրորդ ոլորտը ներկայացնում է մտերիմներին, այստեղ Պլուտոնը մտերիմների հետ կարող է խնդիրներ առաջացնել, նրանք են քույրերը, եղբայրները, հարևանները կամ մտերիմ գործընկերները։ Ամսի 23-ից Վեներա մոլորակն է տեղափոխվում երկրորդ ֆինանսական ոլորտ եւ նշանակում է այստեղ ուրախություն է տիրում ֆինանսական դաշտում, դուք սկսում եք ավելի շատ վաստակել, սակայն նաեւ սկսում եք ավելի շատ ծախսել, որովհետեւ դուք ցանկանում եք նվերներ գնել կամ դուք ինքներդ եք ստանալու նվերներ։ Ամսի 25-ին Լիալուսին է տեղի ունենում ձեր 9-րդ ոլորտում։ Սիրելի աղեղնավորներ, Լիալուսինը 9-րդ ոլորտում բերում է ձեզ վերջաբան, որը կարող է կապված լինել ինչ-որ դատական պրոցեսի հետ, ուսումնական ծրագրի հետ, քննությունների հետ, ճամփորդությունների հետ, միգուցե դեսպանատան հաստատումն եք ստանում, միգուցե ճամփորդում եք այժմ տուն եք վերադառնում, միգուցե դատական երկար ձգձգվող հարցը վերջիվերջո լուծվում է։ Այսինքն այստեղ ամսի 25-ի Լիալուսինը վերջակետ է դնելու այդ բոլոր գործընթացներին։ Միակ լարված օրը հունվար ամսվա ընթացքում սա ամսի 27-ն է։ Այստեղ արևը երրորդ ոլորտից լարված քառանկյուն է կազմում Յուպիտերի հետ 6-րդ ոլորտում եւ խորհուրդ կտամ ձեզ ամսի 27-ին չճամփորդել, առհասարակ մեքենայով ճանապարհ գնալիս շատ զգույշ լինել, որպեսզի վթարային իրավիճակի մեջ չհայտնվեք։ Ամիսը վերջանում է շատ լավ ասպեկտացիաներով, ամսի 28-ին 29-ին ունենք դրական ասպեկտացիաներ ֆինանսական դաշտում, որովհետեւ այստեղ Վեներա մոլորակն է, նախ Սատուրնի, այնուհետև Յուպիտերի հետ գտնվում է հրաշալի ասպեկտացիաների մեջ, նշանակում է այստեղ շատ լավ հաջող գործարքներ կարող են լինել, ֆինանսական ձեռքբերումներ կարող են լինել եւ նաեւ այստեղ հնարավոր է, որ եթե ձեզ գումար էին պարտք վաղուցվանից, ապա հնարավոր է ձեր պարտքը վերադարձնեն։ Դա ինձ սիրելիներս այսքանը հունվար ամսվա համար, կհանդիպենք հաջորդ հոլովակում։ Առայժմ